Տեսեք, նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննիչը թույլ է տվել, մինչդեռ մենք դրա մասին տեղեկություն չունեինք։ Երբ ստացանք որոշումը, պարզվեց քննիչը ոչ թե թույլ է տվել Սամվել Կարապետյանին ուղիղ եթեր մտնել, ոչ թե թույլ է տվել տեսաուղերձներ հրապարակել, այլ բացառապես մեկ տեսաուղերձ ժամկետային սահմանափակմամբ, որը մինչև մարտի 27-ն էր։ Մարտի 23-ին ստանալով նշված որոշումը անհապաղ դիմել եմ քննիչին քանակական սահմանափակումը վերցնելու համար, որտեղ այդ ինչ է նշանակում մեկ տեսաուղերձ, երբ գործադիր իշխանության ղեկավարը ասում է անսահմանափակ տեսաուղերձներ, նույնիսկ ուղիղ եթեր։ Ինչ է տեղի ունենում, քննիչի պատասխանի միջնորդության չեմ պնդում, որ դրանք իրար հետ կապ ունեն, բայց փաստն եմ ֆիքսում, քննիչը նախաքննության ավարտ է հայտարարում եւ իմ միջնորդությունը թողնում է առանց քննության։ Դիմում եմ դատախազին, խնդրում եմ, որ անհապաղ բավարարի նշված միջնորդությունը։ Դատախազը ուրբաթ օրը գործը ուղարկում է դատարան, բայց մինչ այս պահը չեմ ստացել համապատասխան որոշում իմ բողոքի վերաբերյալ։ Գործընկերներ, եթե դուք ինձ օգնեք եւ դատախազությունը թեկուզ թող նորից նույն խողովակով լինի, այսինքն մենք սկզբից լսենք Նիկոլ Փաշինյանը դրա մասին հայտարարի, հետո ես որոշումը ստանամ, շատ շնորհակալ կլինեմ եւ վստահ եմ մեր հանրությունն էլ կլսի Սամվել Կարապետյանի խոսքը։ Պնդում եք, որ պարոն Կարապետյանը ոչ տեսաուղերձի, ոչ հարցազրույցի հնարավորություն չունի։ Այո, ցավոք սրտի, բայց պնդելով դա խնդրում եմ միանալ մեր բողոքին դատախազության այս պահին, որ նշված մեր միջնորդությունը բողոքը բավարարվի եւ քանակական սահմանափակումը վերացվի։ Այդ թվում ժամկետային սահմանափակումն է, որտեղ կարծում եմ, որ պատկերացնեք, տենց երևույթ գոյություն չունի, որ օրինակ խոսեն մշտապես մի անձի մասին, իրեն ան մեկ հնարավորություն, որ ինքը տեսաուղերձով պատասխանի, դրանից հետո նորից խոսեն, բայց ինքը չկարողանա։ Հետևաբար այս ստերին ուղղակի եկեք վերջ տանք, բայց մյուս կողմից իրավական տիրույթ ունենանք։ Գոնե։ Այդ ոնց է ստացվում, որ քննիչին դիմում եմ, ասում եմ տվեք թույլտվություն տեսաուղերձով հանդես գալու, մերժում է, դա անում եմ հունվարին, դա անում եմ փետրվարին, դա անում եմ մարտ ամսին, այս նույն շենքում նստածել մարդիկ ասում են դա պրոբացիայի ծառայությունը պետք է թույլ տա, հետո նույն այդ քննիչը եւ դատարանը եւ նույն գործադիր իշխանության ղեկավարը ընդունում են, որ ստում էին այդքան ամիս։ Բա արհեստական բանականությունը ինչի էր ընտրվել որպես լուծում։ Այդ հարցը կարծես մի քիչ մոլորեցնող լինի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։